Ես ոնց հասկանում եմ, դուք էլ կոլեկտիվ եք այստեղ։ Որտեղից եք, դուք էլ եք Արտաշատից։ Նորմալ է, բա Հայաստանում ենք, նորմալ։ Իսկ ինչ եք այստեղ, եւ դուք չեք, դուք հարցրել եք ոստիկանները ինչու են այստեղ։ Մայրիկ հարցրել եք, ձեզ չի հետաքրքրում։ Ում են պաշտպանում, ինչից, ումից։ Ձեզանից են պաշտպանում։ Մեզնից մենք լրագրողներ ենք, մեզնից ոչ ոք պաշտպանվելու կարիք չունի։ Ինչ է մեզնից պաշտպանում։ Մեզնից մեր Նիկոլ Փաշինյանն է պաշտպանում։ Բոլոր ալիքները խառնում են։ Ինչ ալիքներ։ Բոլոր։ Օրինակ, եկեք մի քիչ տրամաբանենք, հասկանանք իրար։ Տրամաբանելու բան չկա, սաղ էլ տենում են ինչ եք անում։ Ինչ ենք անում։ Խառնում եք, որ մի բան գտնեք մեր կողքին։ Օրինակ առավոտից Նիկոլ Փաշինյանի լայվերին հետևել եք, տեսել եք։ Ոչ։ Ինչի։ Լավ է։ Բա չի նեղանա։ Կնեղանա։ Բա հետևեք, բա չիմանաք ձեզ ինչ է ասում, ինչ է դիմում, ինչ է խնդրում։ Ձեր բանն է, հոգեբանությունն է, տրամաբանությունն է։ Հետևեք ով ինչ է ասում։ Դուք չգիտեք լրագրողի ֆունկցիան որն է։ Չէ, ինձ հետարքիրել չի բավարշի։ Բա եք այտենց ագրեսիվ մեր հանդեպ։ Ագրեսիվ չէ։ Ուղղակի դուք ճիշտ բաներ չեք անում։ Ինչ ենք անում, դուք հմեք եք միայն լսում։ Ամեն ինչ էլ լսում։ Օրինակ ճանաչում եք։ Ձեզ եմ լսում, այս ալիքներ եմ լսում։ Բա պետք է որ լրիվ փոխված լինեք, եթե մեզ լսում եք։ Ահագին բան պետք է իմանալ մասին։ Որ Ադրբեջանի նորություններն իմանամ։ Ադրբեջանի նորությունները դու կարող ես պաշտոնական հաղորդագրություններով էլ իմանալ։ Այսինքն, էսի Ադրբեջանին բանը տալի։ Նորություն։ Այսինքն եկեղեցին որ քանդում են, դա Ադրբեջանի ցանկության չի։ Ո՞վ է քանդում։ Եկեղեցին հիմա կիսել է։ Եկեղեցու մեջից էս քար ու քանդ են անում, դրանց ենք ուզում հանենք սիս վռնդել։ Դուք ով եք որ դուք հանեք։ Ես սովորական քաղաքացի։ Դուք ինչ իրավունքով եք այդպիսի հայտարարություններ անում։ Օրինակ ձեր որ իրավունքից եք օգտվում, որ ասում եք պիտի վռնդեմ, ով եք վռնդում։ Ես ձեր երկիրը կիսած մարդուն։ Բոլորը։ Թշնամուներ սրավիրած մարդուն։ Մի րոպե։ Հողերը նվիրած մարդուն։ Մի րոպե մի հիշալակը։ Հարցս տալիս սպասի պատասխանին։ Տրամաբանենք իրար հետ։ Տրամաբանում եմ։ Սիսիանում գիտեք քանի տարի է Այմարդ սպասի մի րոպե։ Հանգիստ, մի խորացի ուրիշտեղ։ Հարցս տալի եկեղեցին քանդելու հետ կապված։ Ահա։ Պատասխանում եմ, եկեղեցու ներսում գտնվող մարդիկ Հավայի փողերն ուտում ու քանդում են եկեղեցին։ Դուք պարգևավճարն այստեղ եք ու եկեղեցու ուրիշտեղ մի գնա։ Եկեղեցին պարգևավճարը հետ կապ չունի, ուրիշտեղ մի գնա։ Եկեղեցին ընդամենը օգտվում է իրեն տրված հոտի վստահությունից։ Էդի քո իմանալով, իրան տվածով Բենտլի չի քշում, ոչ սեփական գործարանա ունեն։ Ահա, բա Բենտլի քշումը հիմա Նիկոլ Փաշինյանի կողմն անցել, չի քսեղեք, գնաք Բենտլի եկեղեցի։ Հերթո։ Եկեք միասին մտնենք առաջնորդարան, կգա։ Ոչ մի տեղ էլ չեմ գալի քո հետ։ Դուք տեսել եք, որ մոտեցել ես քո հարցերին պատասխանում եմ կոնկրետ։ Եկեղեցին քանդում են ներսից։ Դուք մի հատ քանդողը դուք եք։ Okay, Բենտլի քշողը քանդել է։ Այդ Բենտլի քշողներն են քանդում էլի սա։ Բենտլի քշողները։ Բա հիմա ինքան ասել են։ Մի րոպե, ձեր հարցին եմ կարամ առանձին պատասխանել։ Մի րոպե։ Այդ ինչը վերաբերում է քանդելուն, դա դուք ինձնից լավ գիտեք։ Ահ դուք ով եք որ ձեզ պատասխանում։ Ես ձեր նման մտահոգ քաղաքացի եմ, որ եկել եք հեսա։ Դուք ասում եք Բենտլի քշողները։ Մի րոպե, դուք ով եք որ ձեր հարցին պատասխանում։ Այո, Բենտլի քշողները քանդում են եկեղեցի ներսից։ Հիմա ես եկել եմ այստեղ եւ պայքարում եմ Բենտլի քշողների դեմ, վստահաբար որ հոգեվորականը իրավունք չունի։ Ձեր անձնական տարածքը պահպանեք։ Ես ձեզ այդքան մոտից չեմ խոսում։ Դուք էլ իմ հետ տենց խոսեք կոռեկտ ավելի։ Ես եկել եմ պայքարում եմ Բենտլի քշողների դեմ։ Հիմա նույնը կարծում եմ որ ձեզ ով է Բենտլի քշողը։ Ըստ ձեզ։ Ըստ ինչ չէ, ըստ եւ Պահին Փաշինյանի հովանավորյալը։ Դուք եք ասում հիմա։ Այս պահին Փաշինյանի հովանավորյալը։ Սամվել Կճոյանն է իմ համար։ Սամվել Կճոյան։ Բոլորս էլ իրեն չենք ճանաչում որպես Բենտլի քշող։ Բենտլի մի րոպե, Բենտլի քշողն այսօր ինչ է։ Բենտլի քշողը գիտեք իմ կարտիքով ով է։ Ով է։ Այդ ձեր շատ սիրելի վեհափար կոչված է։ Տեսել եք Բենտլիով։ Այո։ Ես չեմ տեսել։ Ես ում որ Բենտլի